Պարոն, կարող եք ասել ինչ է այս ամեն ինչը նշանակում։ Ինչն է ինչ նշանակում։ Էն ոչ, ես թույլ չեմ տա, որ ինձ վրացի ծաղեք։ Բայց ով է ձեր վրա ծիծաղում ընդհանրապես, ինչից ենթադրեցիք, կամ ինչ եք այդպես վրդովված։ Վրդովված եմ, որովհետև ես Լիլիա Այվազյանս գերազանց ավարտել եմ դպրոցը, այնուհետև բուհը, ավարտել եմ մագիստրատուրան, տիրապետում եմ 4 լեզուների, իսկ դուք ինձ ինչ եք առաջարկում։ Հավաքարանի պաշտոն եք ինձ առաջարկում, դուք էդ տեղն եք ինձ դրել։ Ինչ։ Էն ոչ։ Եթե տնօրեն եք, չի նշանակում, որ ինչ կուզեք կանեք։ Ասեք աղջիկ ջան, չհամարձակվեք ինձ վրա բղավել, հասկացաք։ Ես ձեզ մենակ դա կարող եմ առաջարկել։ Եթե չեք ուզում, մի ուզեք։ Ուրեմն գնացեք, ձեզ ոչ ոք չի պահի այստեղ։ Ու կգնամ։ Գնացեք։ Ու կգնամ։ Գնացեք։ Ասեցի կգնամ։ Դուք ով եք, որ ինձ ասեք գնամ կամ չգնամ։ Ոչ։ Լսեք, սա իմ կաբինետն է ու ես եմ այստեղ ասում ով ինչ անի։ Այնպես որ վեր կացեք ու գնացեք այստեղից։ Ես ժամանակը չունեմ։ Ես պարոն տնօրեն, այնքան ժամանակ չեմ գնա, մինչև ինձ նորմալ աշխատանք չառաջարկեք։ Ես աշխատանք չունեմ քեզ առաջարկելու, չես հասկանում։ Ոչ քո ժամանակ ունեմ գնա։ Լսեք, պարոն տնօրեն ջան, ես ձեզ առաջարկում եմ, որ դուք ինձ մարդավայել աշխատանք առաջարկեք, ասեք կարող եք ձեր գրասենյակի ամենաբարդ աշխատանքը ինձ առաջարկել եւ ես խոսք եմ տալի, որ ես կապացուցեմ, որ ես լավ աշխատող եմ, խնդրում եմ տվեք ինձ այդ աշխատանքը եւ ես դա կանեմ։ Ես կարող եմ մտավոր լավ աշխատանք անել, ես դա ձեզ խոստանում եմ։ Խնդրեմ։ Համեցեք։ Այս մեր գործնական առաջարկներն են մեր արտասահմանյան գործընկերներին։ Ուրեմն թարգմանում եք անգլերեն, ֆրանսերեն, հետո ռուսերեն։ Ու այդ ամբողջը անցկացնում եք թղթի վրա, հավաքում եք համակարգչով, կոմպյուտերով հավաքում եք թղթի վրա ու ինձ եք ներկայացնում։ Հասկանալի է։ Լավ։ Հա, ու այդ ամեն ինչը պետք է պատրաստ լինի մինչև այսօր երեկոյան աշխատանքի վերջ։ Շատ լավ։ Դե գնացեք։ Ուր գնամ։ Կողքի սենյակ, գնացեք աշխատեք։ Գնացեք։ Շնորհակալ։ Առաջ ժամ։ Խնդրեմ վրա գալու է։ Ես խնդրում եմ ինձ կլսեք, ես իմ անձամբ ձեզ մեյլ կանեմ բոլոր փաստաթղթերը, դուք ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի թույլտվություն չկա։ Ընդհանրապես կասկածի տեղի չկա, հասկանում եք։ Ինչ։ Ոնց թե։ Մենք արդեն պայմանավորվել ենք։ Ոնց է դուք չեղյալ համարում գործարքը։ Ալո։ Ալո։ Ինչ է եղել։ Այլո։ Լսես նոր աշխատողուհու ռետրոին որտեղից ես գտել։ Շահել է։ Շատ լավն է, վերջն է։ Ես երբեք չէի մտածում, որ դու այդքան բարձր ճաշակ ունես։ Դե ուրեմն իմացի, որ իզուր ես թերագնահատել ճաշակս։ Կյանք ինչ ես տենց խոսում իմ հետ։ Դեռ նեղացած ես, թե բարկացած ես։ Չգիտեմ, քո հետ կապ չունի։ Ուղղակի այսօր առավոտվանից գործերից ինչ-որ թարսագում եմ։ Հենց նոր խոսում է հեռախոսով։ Այդ մեր գործընկերները նոր հրաժարվեցին գործարքից, պատկերացնում ես դու։ Բայց չասեցին ինչի։ Չէ, չասեցին, բայց խոսելուց հասկացան, որ ցրեցին էլի։ Երևի ինչ-որ մեկը ավելի շահավետ պայմաններ է առաջարկել։ Մտածում ես այդ նույնի աշխատանքն է։ Չգիտեմ։
Բեր։ Արի գնանք մի տեղ ճաշենք։ Ճաշենք։ Հա, չես ուզում։ Ես մտածում եմ, որ քաղցդ ավելի հետաքրքիր տեղ կարող ես հագեցնել։ Եթե իհարկե կարոտել ես ինձ։ Մտեք։ Կարելի է։ Ես վերջացրի։ Փաստաթղթերը ուղարկել եմ ձեր մեյլին։ Իսկ հաշու։ Լավ, դուք ուզում եք դրսում սպասեք, ես գնամ։ Չէ, թող մնա, ինձ շատ հաճելի է իր ներկայությունը։ Այ քեզ գա։ Լսեք, դուք ես աշխարհից չեք։ Ինչի՞։ Լավ էլ ես աշխարհից եմ։ Ձեր նման սովորական շարժքային մարդ եմ։ Չեք հավատում, ձեռք տվեք։ Կարիք չկա, հավատում։ Ձեր անունը կասեք։ Լիլիա Այվազյան։ Այլ ձեր ասած Լիլիա Գագիկովնա։ Լիլիա, ես ճիշտ ասած ապշած եմ, ես չէի սպասում։ Դուք գերազանցեցիք կամ բոլոր բույսերը։ Ասում էի, չէ՞։ Դե լավ, ես գնամ։ Լիլիա։ Բարի գալուստ։ Դուք կարող եք ձեզ համարել արդեն մեր աշխատակիցը։ Դուք վերցրեք սա, բոլոր փաստաթղթերը ուղարկեք հասցեատերերին, հասցեների մեջ է կապված։ Ես հետո հենց վերջացնեք, ես ձեզ նոր առաջադրանք կտամ։ Հաջողություն։ Ծիծաղում ես, բայց ես ապշած եմ, հասկանում ես, ահռելի հանձնարարություն տվեց իրեն։ Ու այն պայմանով, որ գոնեն այսօր մինչև աշխատանքային օրվա վերջ վերջացնի։ Բայց ինքը խնդրեմ, արդեն պատրաստ բերեց։ Շատ լավ աշխատող է։ Իմիջայլոց, սենց աշխատողներին սիրում եմ նաև գիտես ինչի համար։ Նրանց կարելի է ուզածիդ պես բանեցնել և քիչ վճարել։ Նրանք ամեն ինչից գոհ են։ Չէ, Բելա ջան, ինչ ես ասում, ինչի դու ինձ չգիտես։ Ես չեմ սիրում մարդկանց շահագործել։ Դեռ ավելին, եթե ինքը լավ աշխատի, ես իրեն ավելի շատ կբարձրացրեմ։ Մենակ թե նունեի նման դավաճան դուրս չգա ու մեջքիցս հարվածի։ Ինչ արեց այդ բոլոր գործարքներս հետ չեղան։ Զարմանում եմ, գիտես այդ նունեի վրա։ Ոնց կարողացավ քեզ այդ նման կերպ վարվել։ Մանավանդ քո այդքան լավ վերաբերմունքից հետո։ Լավ, շատ հիացանք քո նոր ձեռքբերումով։ Արի գնանք ճաշելու։ Համել կխոսենք մեր հարսանիքից։ Ծնողներս ասում են, որ արդեն շատ են ուշացում։ Ագնանք Բելա ջան, բայց ինչը վերաբերում է հարսանիքին, դա մոտակա 3 ամիսը հաստատ չի լինի։ Գործերս շատ են, չեմ կարող։ Հա լավ էլի, նենց ես բարդացնում, ընդհանրապես մի գործարք է, էլի չի եղել։ Բայց հասկացի, այդ գործարքով ես մեծ գումար կշահեի, մեծ։ Կյան, դու այնքան փող ունես, որ մենք մինչև կյանքներիս վերջ կարող ենք չաշխատել ու վայելել։ Նենց ես հիմա խոսում, ոնց որ այս գործարքին էիր ամբողջ կյանքդ սպասում։ Բարև Լիլիա ջան։ Բարև ձեզ։ Սա քեզ։ Սա ինչ է։ Դե հրավիրատոմս, մեկ ամսից ես եւ Լևոնը ամուսնանում ենք եւ ուզում ենք քեզ հրավիրել մեր հարսանիքին։ Իսկ դա ակնոցա քեզ համար եմ գնել։ Ինձ թվում է քեզ դուր կգա։ Վայ,
Ես ինչ եք ասում, այ։ Շունչս կտրվում է, ես անչափ շնորհակալ եմ, ես անպայման կգամ այդ հարսանիքին, ես ոնց կարող եմ չգամ ձեր հարսանիքին։ Ակնոցը, մի րոպե։ Բացեք էլի։ Մի րոպե։ Այ, մի րոպե։ Մի րոպե։ Շատ լավ։ Ջան, շատ լավն է, շատ շնորհակալություն, դուք։ Շատ դուր։ Լևոնը տեղում է, Լիլիա ջան։ Լևոնի մոտ ժողով է։ Ավելի լավ։ Ճիշտ ասած, ես ուզում էի քեզ հետ զրուցել։ Գիտես ինչ եմ ուզում։ Ուզում եմ, որ դու ինձ տեղյակ պահես ձեր բոլոր նոր ձեռքբերումների մասին։ Ինչ ձեռքբերումներ։ Դե ասես ինձ, թե Լևոնը ինչ նոր գործարք է կնքում, ում հետ ինչ է պայմանավորվում, երբ է գնում, ուր է գնում, երբ է գալիս։ Եվ ամենակարևոր պայմանը, որ այդ ամենը պիտի գաղտնիք լինի, Լևոնը չպետք է իմանա։ Ես քեզ դրա համար կվճարեմ։ Համաձայն ես։ Քանի որ դուք ինձ շատ կասկածելի առաջարկ եք անում, ես պետք է մտածեմ, արդյոք իմ տնօրենին չեմ վնասի։ Իսկ ինչքան փող եք տալու։ Շատ։ Դու չես դժգոհի։ Լավ։ Իսկ հիմա ինչ ես անում։ Շատ զբաղված ես։ Չէ, բան չունեմ անելու։ Ինչի համար։ Դե, ուզում եմ միասին գնանք խանութներով, քեզ համար նոր զգեստներ կգնենք, հետո միտեղ կնստենք, կճաշենք ու ես քեզ ավելի մանրամասն կբացատրեմ իմ առաջարկի մասին, դե որ ինձ սխալ չհասկանաս։ Ահա, ես կգամ ուղղակի պետքա տնօրենից տեղեկացնեմ։ Լավ, այդ դեպքում ես էլ գնամ մի քանի գործեր ունեմ անելու, կավարտեմ, դու էլ կհարցնես, հետո իմ համար այստեղ կա, կզանգես ինձ եւ մենք հանդիպենք, լավ։ Շատ լավ։ Դե հաջողություն, Լիլիա ջան։ Անչափ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շոյված եմ։ Հաջողություն։ Ալո։ Նուն։ Նուն։ Ոնց պայմանավորվել ենք, այդպես էլ եղավ։ Լավ է, որ շուտ զանգեցիր, ասեցիր, հասցրեցի։ Նուն, այդ վհուկի հետ էի խոսում, պատկերացնում ես, վհուկի հետ։ Այն նույն առաջարկություններն էր արել, ինչը ոչ քեզ։ Նուն ջան, հանգիստ եղի, ես քեզ կօգնեմ։ Անպայման մենք այդ փչացածի դիմակը պատրելու ենք։ Մնում է, որ դու էլ իրանց հետևես, հա։ Ոնց ենք պայմանավորվել։ Լավ, նույն ձայնագրել եմ, ապրես, որ շուտ զանգեցիր, հա, դե լավ առայժմ էլ չեմ կարող խոսել, ես կեզ կզանգեմ, հաջող։